Մեր ձևով շարժումը ձևափոխվել է ուժեղ Հայաստան կուսակցության եւ այսօր իրանց հիմնադիր համաժողովն էր։ Եվ քանի դեռ համաժողովում որոշվեց, որ կուսակցության ղեկավարը եւ վարչապետի տեխնացուն լինելու է Սամվել Կարապետյանը, քայլարածների, այսինքն Փաշինյանական ուսապարկերի ճամբարում խոճապ է, քանի որ իրանք մնացել են մենակ։ Մինչդեռ ուժեղ Հայաստանը փորձում է համախմբել իր շուրջ բոլոր հնարավորին ուժերը, ոչ մեկին պատասխան չտալով բացասական կամ դրական, ուղղակի աջակցություն փնտրելով։ Ուսապարկերը եւ քայլարածները բոլորին թեքեցին իրանց դեմ։ Ինչու՞։ Որովհետեւ իրանք առաջնորդ չեն, որովհետեւ մարդը, որը բերում է պատերազմ, չի կարող լինել համախմբող ուժ։ Մարդը, որը բերում է պարտություն, չի կարող լինել համախմբող ուժ։ Մարդը, որը բերում է բացասական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտներում բացասական էֆեկտ, չի կարող լինել առաջնորդ։ Նա ուղղակի դավաճան է։ Որ չկորցնենք իրար, բաժանորդար գրվի, լայքի վիդեոն եւ տարածի։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ Դա քո ընտրությունն է, ում քվեարկել։ Միայն դու ես որոշում, ում տալ քո ձայնը, եւ դու ես կրում պատասխանատվությունը քո ձայնի համար, քո տված ձայնի համար։ Լավ եղեք, պինդ եղեք։